Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորից։ Շնորհակալություն միանալու համար եւ շնորհակալություն նաեւ ձեր գրանցումների եւ տարածումների համար։ Հավատացեք, այդ տարածումները անհրաժեշտ են բոլորիս, որովհետեւ մենք այստեղ փորձում ենք քաղաքացիներով օբյեկտիվ գնահատականներ տալ ամենատարբեր իրադարձություններին եւ բարձրաձայնել հարցեր, հարցադրումներ, ակնկալելով պատասխաններ։ Իսկ այդ տարածումները օգնում են, որպեսզի մեր հարցադրումները կամ մոտեցումներն ու պատկերացումները հասնեն համապատասխան տեղեր, ինչու ոչ որոշ դեպքերում նաև լուծումներ տրվեն։ Այնպես որ եթե դուք այս մտքերի հետ համաձայն եք, ապա կարող եք գրանցվել, կոնտենտը այդպեսին է, իհարկե հիմնականում քննարկում ենք քաղաքական հարցեր, ներքաղաքական հիմնականում, բայց եւ այն ամեն ինչը ինչ որ տարածվում է մանիպուլատիվ ձևով մեդիա տիրույթում, բայց իհարկե կլինեն նաև ընդհանրապես այլ թեմաներ նույնպես։ Դե ինչ, երևի վերնագրից հասկացաք, որ օրվա թեմային ենք հիմնականում անդրադառնալու, բայց օրվա թեման ավելի համեմվեց արդեն վարչապետի առաջարկությամբ, որին նույնպես կանդրադառնամ իմ տեսակետը հայտնելու համար, իհարկե դա սուբյեկտիվ տեսակետներ են, կարող եք դեմ լինել, կարող եք ոչ, ամեն դեպքում մեկնաբանություններում խնդրեմ ձեր մտքերը արտահայտեք, միայն թե գլխավոր պայմանն է պահպանել կոռեկտությունը։ Թե եթերի ընթացքում, թե դրանից հետո, որովհետև ցանկացածը կարող է ամենատարբեր կերպով արտահայտվել, բայց դա այնքան էլ գեղեցիկ չի։ Եկեք անենք ամեն բան գեղեցիկ։ Չնայած այսօր ինչ որ տեղի ունեցավ, չգիտեմ որքանով է այս ժանրից ու ես նայում եմ որոշ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքացիներ կամ գործիչներ ամենակեղտոտ արտահայտություններով են փորձում տարածել։ Ես այստեղ մի հատ բան կանեմ, զգուշացում կանեմ նման անձանց ու խնդրեմ այս դրա համար նույնպես տարածենք։ Տեսեք, որդ ուզում եք լինեք եւ նաեւ քաղաքացիներին նույնպես հորդորում եմ ձեր ընդհանրական բնութագրություններում, հատկապես երբ որ ընդհանուր բնութագրում եք թե ովքեր են ու որտեղ են եւ այլն, փորձեք զուսպ լինել, այլապես ես չեմ զլանա ու հավատացեք առաջիկա ամիսները նոր տարի ներառյալ կնվիրեմ, ինչպես դուք եք ասում, ատելության խոսք տարածելու։ Դուք չեք պատկերացնում։ Մենք պարզապես եթե չենք ուզում նորից վերադառնալ այդտեղ, չի նշանակում թե կարողա ինչ-որ բան ենք էլի, պարզապես զզվել ու հոգնել ենք այդ ամեն ինչից եւ հորդորում ենք ձեզ, դուք մի փոքր այդ ձեր բնութագրական արտահայտություններում փորձեք կոռեկտ լինել։ Լավ, թե չէ իսկապես կվերադառնանք հին խոսելաձևին, բացարձակ ոչ մի խնդիր չկա, միևնույնն է մեր խիղճը մաքուր է, որովհետեւ սկսողով մշտապես դուք եք լինում։ Օրինակ, հա, որպեսզի հասկանալի լինի, ինչ նկատի ունեմ։ Հիմա ես քիչ-քիչ մի մատ խորքից, ինչպես ասում են, գանք։ Մի ավականու տեխնացու կար Մայր Հայաստան դաշինքից։ Այս Աստծո ստեղծած անասունին հատկապես կհուշեի, էլի որ իրան կոռեկտ բայր։ Հիմա գտնեմ, լավ, կներեք որ ցած ոչ նոր հիշեցի, որ արժե նաև անդրադառնալ դրան, դրա համար նախապես, հա, հեսա։ Ուրեմն, Արմենակ Դանելյան։ Թուրքերը հարձակվել են հայերի վրա, թշնամին գրոհում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Իսլամի հետևորդները դատում են Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան հայրերին։ Ու մեկնաբանությունն է հետևում, այստեղ ամբողջը չեմ կարդա, այդքան մի բան չես ներկայացնում քեզանից, այս սույն անձնավորությունն է, ընտրեմ, սույն բանից, ուրեմն, ընդհանրական բնութագրումներում հատկապես, որ դու հանդիսանում ես ավականու անդամ, փորձես զգույշ լինես, որպեսզի հանկարծ մի ամիտ չտեսնես, թե հայերը թուրքերի հետ ինչպես կարող են զբաղվել, հատկապես բանը Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Քեզ խելոք բայի ու вообще ձերոնց սաղիտ եմ ասում, ձեզ խելոք բայեք։ Ձեզ խելոք բայեք։ Հայաստանի ներսում հայ ու թուրք անողը Հայաստանի ներսում հայերի շրջանակներում ես իմիջայլոց sense ասեմ, երբեմն այս վերջի անգամ որ բլոկել էին ինձ, հենց դրա համար որ մեկը հայ ու թուրք էր անում ու հակադարձեցի ասում մոտավորապես ասելով այդ թրքաբիճը հենց դու ես, էլի, հենց դու։ Այս դեպքում հակադարձում է։ Բայց նրանք ովքեր որ ի սկզբանե այդ հայ ու թուրքը անում են, աննասուն մարդիկ են, աննասուն։ Ես կարող եմ շատ ավելի կոպիտ էլ արտահայտել։ Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մատաղացու ուլերը, անձնական օգտագործման մատաղացու սև գույնի գառները սպասում են ամեն մեկը իրենց հերթին ու քանի որ խռովված է Ռոբերտ Քոչարյանի հոգին, որ պալիտ է եղել, որ ինքը իսկապես թրքաբիճ է, իր շայկային քսի է տվել այս հայ ու թուրք
թուրքերը սրա նրա հասցեին ասելով, որպեսզի իր թուրք լինելը ստվերվի։ Ես ձեզ հասկանում եմ, բայց իսկապես զգուշ եք, խելոք մնացեք։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, այ հենց այս քաղաքական իրենց հրճակած նախկինների, նրանց մատաղացու ուլերի, օգտակար ապուշների մասնակցությունը հատկապես հաստատում է, որ եկեղեցին օր առաջ մաքրվելու կարիք ունի, որովհետև ես նրանցից որևիցե մեկին, ու շատ հետևել եմ, բոլորին եմ հետևել, որևիցե մեկին հոդաբաց բացատրություն տալուց չեմ տեսել, թե ինչու պետքա Կտրիշ Ներսիսյանը մնա։ Բոլորի մոտեցումը բացառապես քաղաքական է, բացառապես։ Եվ այ հենց դա է հաստատում, որ քանի որ եկեղեցին քաղաքական է, վերածվել է քաղաքական միավորի, ապա Կտրիշ Ներսիսյանը պետքա սիկտիր լինի պարզապես։ Իր խունտայով հանդերձ, նրանք քաղաքական են, թող գնան, բացեն քաղաքական կուսակցություն եւ որպես քաղաքական կուսակցություն իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանի Հանրապետության ներսում, ինչ իրավունքը պետք է որ ունեն։ Բայց եկեղեցին չի կարող վերածվել քաղաքական միավորի։ Այնպես որ ձեր մեկնաբան, գիտեք, դաշնական հանրապետականը, հակա իբր անտի-ֆեյք, անտի-նիկոլական, ինչ որ sense բաներ կան, չէ՞ իրաց մեջ։ Ձեր գործն է դուք հակա նիկոլական եք, թե ինչական եք, կապ նիկոլական եք, ես առանձնապես տես բաներին լուրջ չեմ վերաբերվում, այնուամենայնիվ լինելով քաղաքական պատկերացմամբ վարչապետի կամ իշխող կուսակցության դեմ, ինչը շատ նորմալ է, դուք չեք կարող սատարել եկեղեցին նրա համար, որ ինքը իշխանություններին դեմ է, չեք կարող, որովհետև դա նույնպես պղծություն է, պղծություն, հասկանում եք, որովհետև չի կարող եկեղեցին լինի քաղաքական։ Հիմա, որպեսզի ճիշտ ըմբռնեք, ասեմ ձեզ հետևյալը, քիչ առաջ աչքովս ընկավ Նիկոլ Փաշինյանը միտք էր արտահայտել, առաջարկում է միտք, հա, առաջարկություն որպեսզի քննարկման թեմա դառնա, չի ասում այդպես ենք անելու։ Ինչ ասում։ Հիմա ընթերցեմ, հա, ձեզ համար, որպեսզի հասկանալի լինի, թե ես որքան այս մասով ունեմ իմ հստակ կարծիքն ու մոտեցումը, անկախ նրանից ով է։ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ Կիրակնորիա պատարագներից առաջ 10:55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Ես սրան դեմ եմ։ Դեմ եմ ախպեջ։ Ասեմ ինչու, որքան որ դեմ եմ, որ եկեղեցին լինի քաղաքականության մեջ, նույնքան դեմ եմ, որ քաղաքականությունը լինի եկեղեցու ներսում։ Քաղաքականությունը որպես պոլիտիկա, հա, ես չեմ ասում, տեսեք, ցանկացած ինստիտուտի կառավարում ինքը ենթադրում է քաղաքականություն որոշակի։ Եվ եկեղեցին այդ իմաստով նույնպես որոշակի քաղաքականություն ենթադրում է, բայց ներքին բանով էլի, ոչ թե քաղաքականություն այն իմաստով ինչ որ մենք հասկանում ենք։ Ես դեմ եմ սրան։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այո, 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից։ Բայց ոչ թե պետությունը կանգնել ասել է ինչ ստեղծենք, այն մեկն էլ ասել է եկեք եկեղեցի ստեղծենք կամ քրիստոնեություն ստեղծենք, դա այդպես չի եղել։ Չի եղել այդպես։ Այսինքն դրա համար եղել են աշխատանքներ եւ այստեղ քրիստոնեությունը եւ դրա կրողները նույնպես ունեն կոնկրետ իրենց չարչարանքը, ամագը, ամեն ինչը, որպեսզի դա տեղի ունենա ու ստացվեր։ Եվ մի կողմից մենք ցանկանում ենք տարանջատել եկեղեցին ու քաղաքականությունը, հա, պետությունն ու եկեղեցին։ Պետությունը առհասարակ ինքը, մյուս կողմից ուզում ենք բերենք իրար մեջ դնենք։ Չի կարող այդպեսի բան լինել, էլի այլ պատճառներով, տեսեք։ Կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որ իրենք կրում են բանը, հիմնը մեր օրհներգը, բայց եկեղեցու ներսում ինչի համար պիտի լինի։ Իրենք այդ օրհներգի տակ պատրաստ են ոտքի կանգնել, այո, հետը շշնջալ անգամ երգել, բայց ինչու եկեղեցու ներսում։ Այդպես ուրեմն եկեք Հայաստանի Հանրապետությունը բոլոր կազմակերպությունները, ինչքան էլ որ հասկանում են, որ առաքելական եկեղեցին բացառիկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում, այնուամենայնիվ նմանատիպ կազմակերպությունում բոլոր տեղերը ասենք պետք է պետության օրհներգն ոչ, դա պիտի լինի իրենց ցանկությամբ, կուզեն թող դնեն, չեն ուզի թող չդնեն։ Դա չի կարող լինի պարտադիր բան։ Դա պետությունը ինքը իրավական մասն է, իրավական կարգոկանոնն է։ Եկեղեցին ինքը բարոյական կարգոկանոնն է։ Այս երկուսը որքան էլ իրարից առանձին են, բայց մի մարդու հետ պիտի շատ համաչափ աշխատեն։ Ու եթե մի մարդու համար մի երկու բան խառնում են իրար, այդ մարդու մոտ հավատացեք դիզոնանս առաջանալու, որը բացասական ազդել։ Ես սրան դեմ եմ։ Ցավը տանը, մեր պետությունը քնարի կազմա եկեղեցին չպետք է լինի առանձին ինստիտուտ։ Տեսեք, մեր պետությունը աշխարհիկ պետություն է, աշխարհիկ նշանակում է ոչ հոգևոր։ Աշխարհիկ պետություն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ են կրոնական ընտրության առաջ իրենց։ Կարող են առհասարակ, ոչ մի չի կարող որևիցե մեկին, եթե տեղյակ չեք ասեմ, չնայած դրա մասին ասել եմ, էլի, հասկանում եմ, որ մարդիկ կլինեն քիչ ուսումնասիրած կլինեն, մեր երկրում, եթե ուզում եք իմանալ, չի կարող դուք որևիցե աղանդավորի նեղացնեք, որովհետեւ ինքը աղանդավոր է։ Ու շատ վաղուց է, ոչ թե հիմա, շատ վաղուց բանից, որովհետեւ մեր համանadrությունը դա թույլ չի տալիս։ Մարդը իր խղճի առաջ ազատ է, ինքն է ընտրում, ինքը ինչին հավատա, ինչին չհավատա, առհասարակ հավատա թե չհավատա։
որովհետեւ պետությունը բայց քանի որ մի կողմից էլ մեր պետությունը միշտ թույլատրել է մշակութային ավանդական դաստիարակությունը պետական ապահովելով եւ այս ամբողջ բեռը ինչ որտեղ ընկել է եկեղեցու վրա բայց եկեղեցին էլ այսպես բղծվել է որովհետեւ ինչ որ պահի վատ ղեկավարներ են ունեցել ու այդ վատ ղեկավարների հետ աշխատել է բայց հիմա ես հասկանում եմ պարոն Փաշինյանի մոտեցումը ես ինքս դուք գիտեք պետականամետ մարդու համար պետության կարևորությունը այդ առաջնային բան է ամենաառաջնային ամենա եւ իմ ամբողջ գործունեությունը ըստ էության դրան էլ հենց բան է միտված է եւ դրա համար եմ սատարում բոլոր են քաղաքական ուժերին անկախ նրանից ով ինչ կուսակցություն չի կամ քաղաքացիների ովքեր որ իրենց գործունեությամբ օգտակար են լինում պետության իհարկե ինքս քաղաքական հայացքներ նույնպես ունեմ բայց պետական բանից ելնելով հա իսկ եկեղեցին այդ իմաստով հոգեվոր ինքը հատվածն է ինքը չի կարող լինել բանի մեջ եթե մի երկրում մի իրականության մեջ իրավական մասը ավելի ուժեղ է լինում քան հոգեվորը տվյալ երկիրը կործանվում եթե մի երկրում հոգեվորը ավելի ուժեղ է լինում քան իրավական մասը տվյալ երկիրը կործանվում դա չի կարող ու դա ունի պատմական հազարավոր փաստեր եւ այլն հա այնպես որ այս իմաստով ես համաձայն չեմ իհարկե կարելի է դեռ երկար քննարկել ավելի մանրամասները ես հիմա ասած սխոդու եմ էլի ասում ինչ որ ասում եմ ու անգամ խորքային էլ ուսումնասիրելու բանում հենց տեսա մի անգամից լավից ինչ է նշանակում թե Հայաստանի Հանրապետության օրենքը պատարակից առաջ ինչի Հայաստանի Հանրապետության օրենքը եթե ուզում են կարող չի Բայց չի կարող ջի պատարակից ոչ առաջ ոչ ընթացքում ոչ էլ հետո ինչպես օրինակ չի կարող պարտադիր լինել ազգային ժողովում աղոթքով սկսելը նիստերը չնայած ու երևի վատ բան չէր լինի չէ բայց այնուամենայնիվ դու դրանով որոշակի բան ես ազդեցության բան ես ստեղծում որտեղ որ իրավունքներ կարող են խախտվել Դույթեմ ես իմաստով ես գոնե առայժմ այսպես կմեկնաբանեմ բայց առաջիկայում մի փոքր ավելի խորամուխ լինելով իհարկե իմ պատկերացումները ավելի ընդլայնված կներկայացնեմ թե այլ ինչու եմ դեմ որպեսզի օրհներ քնչի եւ այլն հա իհարկե կարող է տեսեք մի բան ասեմ ես մի քանի երկրներում շրջել եմ ու տեսել եմ եթե այլ երկրի կամ ինչ որ մի ժողովրդի սրբավայրը ես տեսել եմ նրանց դրոշները եկեղեցու պատին բան այսինքն ինչ որ խորհրդանշական բանով ցուցադրել են որ իրանք այս պետության ժողովրդին են հիմնականում ներկայացնում բայց շատ այդքան հեռու գնալ ես կարծում եմ մի քիչ չի կարելի վերադառնանք այսօր հա 7 վերք ես ժողովուրդ ջան քանի որ ուզում եմ մի քիչ էլ օգտակար լինի մեր եթերները նաև ինչ որ բան սովորելու առումով եւ շնորհակալ եմ ձեզանից որ ձեր ակտիվությամբ այնպես եք անում որ ես ինքս էլ բացում եւ կարդում եմ ինձ համար նույնպես հա ես որոշեցի ընթերցել այն ինչ որ կա Վիկիպեդիայում 7 վերք եկեղեցու հետ կապված եթե հետաքրքիր է ներկայացնեմ հետո անցնենք կտրիճի դիմավորելու process-ին եւ այսօր 7 վերքի բակում մի ալեհեր միրուսով ինչ որ խառը մարդու արտահայտություններին ուրեմն Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի կամ Սուրբ 7 վերք եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-ից 1886 թվականներին եւ գտնվում է քաղաքի կենտրոնական այժմ Վարդանանց հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդան նիստն է։ Անվաստուկապանություն։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես 7 վերք ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասան Կալա Բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ եւ այն մնացել է Գյումրիում։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամ իր 7 վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից, եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ եւ ժամանակին գտնվել է վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի 7 վերքերը հետեւյալն են. Հիսուսի տաճարին հանձնելը, Եգիպտոս փախչելը, տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը, խաչը տանելը, Հիսուսի մահը խաչին, Հիսուսի մարմնի ստանալը, Հիսուսի գերեզման դնելը։ Այս 7 վերքերն են։ Պատմություն. Եկեղեցու տեղանքում եղել էր կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ եւ ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր 7 վերք։ Եկեղեցին գործել է անգամ սովետական միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի 2-ից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի մայր տաճարն էր։ Այսինքն սովետի ժամանակ բոլորը փակվել են, բացի Էջմիածնից ու 7 վերքից։ Այդ ժամանակ Սուրբ 7 վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ։ Ես չեմ ասում Սուրբ Սարգիսը չի գործել ինչի։ Դե սա կոնկրետ ինչ որ ժամանակահատվածի է վերաբերվում։ Ամեն դեպքում կարելի է ճշտել Վիկիպեդիա։
Այս ժամանակ Սուրբ 7 վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ. հայ առաքելական, հայ կաթոլիկական, որի խորանում եւ գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը Հիսուս Քրիստոսի քանդակով եւ ռուս ուղղափառական եկեղեցին։ Գիտեք, մեր խաչի վրա չեն դնում Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսը չի լինում, իսկ այ կաթոլիկ եկեղեցում։ Եվ նկարները, սա հայ առաքելական եկեղեցին, հենց իր բանով սա կաթոլիկ եկեղեցին բնութագրող խաչը Քրիստոսի է։ Եվ սա ռուսական մասը։ 88 թվականի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ փոխվել եւ ընկել են ներքև։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։ Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել է եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Դրա հետևանքով եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից եւ Գյումրվա երկու եկեղեցիները, 7 վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում են միմյանց։ Կառուցվածքն է բավականին հետաքրքիր է, ժողովուրդ ջան, եթե ցանկանաք համառոտ դա էլ ընթերցեմ, որովհետեւ դերևս սա եզակի է իր կառուցվածքով։ 7 վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ 7 վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի 3 աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային եւ արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր եւ 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։ 7 վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից։ 7 վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Այն խորանի պատկերակալը որ կա, այս է, այս բանը որ կա, ենթադրվում է, որ դա ռուս-թուրքական պատերազմի ժամանակ է։ Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ, 12 մետր բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին հարության տեսարանը 17-րդ դար։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը մանկան հետ, որի հեղինակն է Վարդգես Սուրենյանցը։ Սա ինչ վերաբերվում էր 7 վերքին եկեղեցուն։ Այս ժառանգությունները թուրքերեն, այ իսկական թուրքերեն։ Մտել է, ասում է գմբեթի տակ ու ինձ հայոյան կա տալու։ Սրանց պղծի ծնունդներ են, պղծի ծնունդներ։ Սրանք չգիտեն եկեղեցին ինչ է։ Անկեղծ եմ ասում։ Տեղյակ իրենք գիտեն եկեղեցին, տենց չգիտեմ ինչ է, եկեղեցին ինչ է։ Մոշեխ Գրիգորյան, այ օրնիկի ծնունդ, ինչ է եկեղեցին ըստ քեզ արա։ Դու ես ինչ ես մտել գրում արա։ Օրնիկի վաստակ։ Այս թեմայի մեջ դու ես ինչ ես մտել գրում արա։ Ես քո ընտանիքի սաղուս սատկածը, օրնիկի ծնունդ։ Թուրքերն են, այս սրանք են թուրքերը, այս սրանք են թուրք չէ, ազգություն չեմ ասում, ես դա որպես։ Սրանք ցեղասպաններն են, հայկականության ցեղասպաններն են, այս իմաստով եմ ես օգտագործում, հենց հիմա թուրք բառը։ Ամեն հայկականի ցեղասպանները։ Սրանց մաման, որ իրաց ծնել է, հոր հաջատը դրել է, բերել է, ասել է կատակ երեք։ Հազար ներողություն ես զզվելի զրույցի համար։ Համբալի ծնունդները։ Գանք մեր թեմաներ։ Այս սրա կաթողիկոսը Կտրիշ Ներսիսյանն է։ Բլոկել, բայց ես դա պիտի տեսանելի լինի ինչ որտեղ, պիտի հասկանալի լինի, որ կան այդպիսիքը։ Ես գոնե բառացի դրանց պիտի ժամանակ արժան, ես չեմ կարող չանդրադառնալ հասկանում։ Սա քաղաքական խոսակցություն չի, սա կոնկրետ եկեղեցուց ենք խոսում։ Ու մեկ այս սրա կաթողիկոսը հենց Կտրիշ Ներսիսյանն է։ Ու Կտրիշ Ներսիսյանը, այո, կաթողիկոսը միակ ինչ որ եկեղեցու, որտեղ որ հայգոյախառն լեքսիկոնով են դիմում իրենց աստծուն, իրենց պատկերացրած աստծուն, որը վստահաբար սատանան է։ Չգիտեմ, երևի դուք նայել եք Պազոլինի ֆիլմերից Սոդոմ Գոմորի 120 օրը կամ Դեկամերոնը։ Դեկամերոնը կարող եք նաև ընթերցել, բարձր տարիքի մարդկանց եմ ես սա տեղեկ ասում։ Եթե նայեք կհասկանաք, թե որն է սրանց իմացած եկեղեցին։ Այս տեսակն է պաշտպանում էլի Կտրիչին ասում է ինքը կաթողիկոս է։ Տեսակ, այն իշխանյաներ ինչ էր։ Դուրս էր եկել եթեր էր անում, բան էր անում, հարցազրույցի, մի աշկից լույսը չէր ում հետ որ հարցազրույց էր բանում, խոսում էր որ այո, պետքա եկել էր բան չէ, Սուրբ Սարգիս գոռում էր հայրապետը Գարեգին Բ կաթողիկոս, հետո պարզվում է մարդը
կողմը, որպեսզի մեր հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին ամուսնացնի հոմոսեքսուալիստներին, ամուսնական ծիսակարգ իրականացնի, հասկանում եք։ Այդ դրա կաթողիկոսը Կտրիշ Ներսիսյանն է, ես այդտեղ չեմ զարմանում, բայց այդ կաթողիկոսը Կտրիշ Ներսիսյանը սա այս ամեն ինչը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու հետ կապ չունեն, բայց իրանք եկել մտել են այդտեղ ու զավթել են ամեն բան։ Եկել ու զավթել են ամեն բան, այս սատանիստները, այս տերորիստները, այս դանոշչիկները, այդ դանոշչիկը հենց այդ իմաստով, դանոշչիկը հենց գործ սարքողն է մարդկանց գլխին։ Այդ որ գնաք պլանքացեք մարդու ջեբը բռնել տակ, սա է հենց։ Ու դու ու Կտրիշ Ներսիսյանը սատարում եք, դեռ սատարելու տեղներ կգա, հանգիստ եղեք, այդ ձեր նման պղծերից է պետք մաքրել ոչ միայն եկեղեցին, առհասարակ մեր իրականությունն ու ամեն ինչը։ Այսօր են Քյոփօղլու վիձեն կանգնել է Վովային Հակոբյանն ու պատասխան ասում է դու բանը լևի չես գնում, ասում է, հետո ասում է տղերքի հետ գնում ես, այդ ինչ բարկերից եք խոսում, ոնց որ ձեր մոտ նորմալ է դա։ Դե եթե այդպեսի մի ամբողջ սրբազան ունեք, որը իմիջայլոց նույնպես Կտրիշ Ներսիսյանը փրկում, բնականաբար այս լկտիության մեջ պիտի ապրելուց լինենք։ Բնականաբար պիտի ունենայինք քաղաքական գործիչներ, ովքեր պիտի ժողովրդին ինչ ասես անվանային, հայհոյեին ու ինչ ասես անեին։ Բնականաբար, որովհետև այդ քաղաքական գործիչներով երկնքից չեն եկել, մեր միջավայրում են ծնվել, մեծացել, չէ՞։ Ինչ են տեսել։ Ինչ բարոյական նորմերի են հետ ծանոթ եղել։ Նրանք իրաց ծնողին խարխի հետ սեքս անելուց տեսել են, որոշել են, որ դա նորմալ է։ Մոտիկացել ասել են մամա ինչ ես անում, ասել են լավ ասես, նորմալ է, պապայից մոտ էլ չխոսած, հավեսը չուն։ Ու սրանք կարծել են նորմալ է, իրանք այդպեսի ընտանիքներ են ստեղծել։ Հիմա եկել են այստեղ հայոյում են, բանը նկարագրություններ եկեղեցու գմբեթի տակ։ Ես քո եղած չեղած արա։ Ոչ չասես սրա։ Այս չեն արա ձեր տերտերներն են սրանք։ Ձեր տերտերներ, ու դուք քաղաքականացրել եք ամբողջ եկեղեցին։ Դաշնակները, Քոչարյան, Ռոբերտը, Սարգսյան, Սերժը, նրանց սատարողները, բոլորով դուք քաղաքականացրել եք եկեղեցին։ Օգտագործում եք հենց այս բանը, որովհետև ինչ են ասում, ժողովուրդ ջան, եկեք մենք հասկանանք, այս մարդիկ ինչ են ասում։ Իրանք չեն ասում, բանա, չէ։ Գարեգին բան դա մի հատ ասես, ես իմ չեն, դες բանը չեմ խոսում։ Ասում են, ինքը կաթողիկոսն է, այստեղ չկպնեք հանգած։ Ու քանի որ է թուրք Նիկոլը դուրս էսես բաներ են խոսում, քաղաքական բաներ են խոսում, իհարկե փանթի ձևով, բայց քաղաքական բաներ են խոսում։ Այսինքն իրանք շեշտում են, որ իրանք քաղաքական գործընկերն է Կտրիշ Ներսիսյանը, ով կաթողիկոս է աշխատում։ Հետևաբար դրանով հաստատում են, որ մեր եկեղեցին քաղաքականացված է։ Ինչը չի կարելի ոչ մի կանոնագրքով։ Այս ղազերը օրը մեկը ղազագիր է գրում, մենք սատարում ենք, նայում ես եկա տերտերներ եք արա, թեմով նստած, մեր թեմը սատարում է գարի, այս ինչ են, քամարները ինչ են կոխե, որ էսի գրել եք արա, ինչն եք սատարում, էս եք սատարում, հա։ Բայց ձեզանից որևիցե մեկը խիչ չի գար, երբ որ կանչում ենք, ասում ենք արի մի հատ խոսանք, զրուցենք, տնենք դու ինչն ես սատարում, ընդ որում շեշտում ենք, որ կպահպանենք բանի նորմերը։ Այս յոլոպուկին էլ եկել կանգնել է այստեղ, բանա, Վովա Հակոբյանին էր արևին բշտում, քաղաքացիներին, բան, նզովում, բան, հլսրենն է, սրա վիճակն է, սա Կտրիշի տերտերն է։ Ուրեմն ես չեմ պատասխանելու, որտեղ դա իմ իրավունքը չէ, դու դավաճանել ես քո կնոջը։ Ես ինչ ունեմ։ Չունես, ուրեմն ուրիշ տղամարդու հետ դավաճանել ես երբևէ։ Չգիտեմ ում հետ։ Ման դավաճանես։ Դու քո մարդկություն ամուսնացած ես, ուրեմն կարող ես դու անես։ Մի րոպե կներես, իսկ դու կարող ես հանգած ասեք լև ես գնացել։ Ես չեմ տվել, ես ոչ մեկին։ Իսկ դու կարող ես քո բանը, ուրեմն ասես թե իմ անձնական, դա է ուրեմն իմ անձնականն է, կպատասխանեմ թե չէ։ Վովա Հակոբյանի ներվերին հալել է։ Վովա ջան, չգիտեմ կնայես ես եթերը թե չէ։ Ես վստահ եմ, եթե նրա քաղաքավարությունը չլիներ, կարող է հենց այդ պայն, հենց այդտեղ, դες լևի էլ գնալ հենց դրա հետ։ Որ հալել է Վովային Հակոբյան։ Հիմա այս ապուշին, այս ֆոնի վրա Վովա Հակոբյանը 5 մինուտ կաթողիկոս է։ Մենք սենց ասենք։ 5 մինուտ։ Հիմա ես ինչ ես խոսում արա։ Ես ով ես դու։ Սա Կտրիչի քահանան է։ Սա Աստծո կողմից Աստծո անունով խոսողն է։ Տեր Արամն էլ բանը։ Կարգալույց արեք, նա եկեղեցին ստորացնում է, ես ինչեր անում։ Սրանց խերքին է եկել դու։ Լավ է ղրկել են, ոչ բերանին, ոչ լեզվինա տարունտիրություն անի, ոչ էլ վստահաբար կամագին։ Ով երբ պատահի խոսում է, հիմա էլ երել, ըստ կանոնակարգի դուք չեք կարող այդ եկեղեցու, ըստ կանոնակարգի չի կարելի որպես հիշել եք որ կանոնակարգ կա, ուրեմն ես ձեզ հիշեցնեմ։ Ձեզ չաթաբատ է մանիպուլացրել եք, անցել եք առաջ։ Ձեզ կանոնակարգի ու կանոնակարգի մասին, կանոնագիրք հայոցի մասին հիշեցրել եւ հուշել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Անգամ ես առաջին անգամ եմ լսել նման բան իրենից, երբ որ ասում են ուրա կանոնագիրք հայոցը։
Ուրական ներքին կանոնադրությունը ինչ պիտի լինի մի քանի անգամ ասել տասնյակ անգամներ մինչև որոշել ըստ կանոնակարգի այսպես է բայց ըստ կանոնակարգի կարա բանան խուրդը հարավե հարանում կարա ըստ կանոնակարգի առասարակ սրբազանը բանը քաղաքական լինի կարա թե չի կարա չի կարա ես բազմիցս կարդացել եմ չի կարա այդ տողերը կանոնագրքից այդ ժամանակները քաշել էի ունեի դաժե որ մանկան իմ էլ կգտնեմ բառացի տառացի գրած որ չի կարա Տենամ այստեղ կարող է մնացած լինի էլի Չելա կգտնեմ էլի կկարդամ ձեր համար չի կարելի գրածա չի կարելի չի բացարձակ չի կարելի Բանենք են կտրիճենք են սեդա ջան Սրանք սատարողները փրկում են սրանք հայերն են մենք սաղս թուրքերն ենք ջոգում ես Կամ են ողան պրյամոս արասում դու իմ անձնական կյանքի հետ գործ ունես որովհետև ես ասում ուղղ չեմ ախտասու հետ ուղղ չեմ կապել հետևաբար ուղտադրուց չեմ Մամմատա նարկոշը պորնիկի վաստակ սիկտիր եղարստուց Մամմատա նարկոշը Գազան տիգր 29 տարեկան տիգրը էլի փտած Նարկոշը Սերժ Սարգսյանն դա Գոնսալեսի հետ միասին կտրիճի իմիջանոց այդ նարկոտիկների գործներ քո կաթողիկոսի ձեռի տակով ֆրֆռում էր քանի որ հիմա պետք է իրանք սկսեն բան անել իրանք ինչ որ տանում բերում են ցույց տան հայտարարագրեն ներկայանալի լինեն եւ այլն այդ դրա համար են վատացե այդ նարկամանները որտեղ չեն կարում ազատ ինչ ուզում են մցնեն Հայաստան ու ինչ ուզում են տանեն Հայաստանից հասկացա՞ր թե չէ Գազանցիգր 29 Ես ասել եմ մի հասցրեք նրան այդ ձեր ասած արտելությունը նորից սկսեն այդ սերմանել որն է ցանեն տանգենք աճացնենք ձեր այդ արտելությունը որից որ հետո Արծիկ Մինասյանով այն մյուսների անունով որն է մոտիկանում են ամբիոնին ազգային ժողովում բանա դուք գիտեք բանին անում արտելությունը երկրում բան Բայց իմացաք Միշիկն էր գրառում անել Միշիկը ոնց մի րոպե հլա Միքայել Մինասյանը եկեղեցու հետ կապված պատմության դասեր էր տալիս մեզ նայեք որովհետև ժողովուրդը վեհապարի ու Փաշինյանի միջև որոշել է ով է դավաճանը դու լավ է որ ժողովուրդը աները որ ծախել է ամեն ինչ աները դա որոշել ժողովուրդն է աները պատմականորեն եկեղեցու դեմ պատերազմողները երկու խումբ են Եկեղեցականներն ու նրանք ովքեր գիտեն համակարգի էությունը, ինստիտուտի անցյալն ու պատմությունն առհասարակ, պատմություն գիտի Պազոն Մամիշիկը։ Նրանք ովքեր պատերազմ են հայտարարում եկեղեցու դրսից առանց հասկանալու թե ինչ է, ինչ իմանալով պատմություն եւ չհասկանալով թե ինչ է հավատը ներկայացնող կառույցը, այդ պատերազմում առաջինները հաղթելու շանս ունեն, իսկ երկրորդները ճակատագրված են պարտության, որովհետեւ չեն գիտակցում ու չգիտեն որ անհնար է հաղթել այն հոգեվոր ճարտարապետությանը եւ աստրալ սահմանադրությանը, որի հաղթանակը պարտության մեջ է, ժողովուրդ ջան, չեք հասկացել դուք միջև Դժվար է հաղթել մի կառույցի, որի գոյության բովանդակությունը զոհողությունն է, անձնազոհությունը եւ զրկանքներին դիմանալը։ Եթե անտեսեք հայ առաքելական եկեղեցու շուրջտեղի ունեցող ակնհայտ աշխարհակաղակական տարրերը, մի խոսքով, այսպես բաց համադասական նախադասություններով հակելականալներից Միքայել Մինասյանը, մարդ, ով ախպեր ջան, նայեք, հավատքից բարոյականությունից, անձնազոհությունից է խոսում մեկը, ով Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել։ Նշվում է, որ նա անցնում է 76 դրվագով 76 դրվագով Պետրոսյանը 350 միլիոն դոլարի վնաս է պատճառել շատ ինքնազոհվող, շատ sense պատմություն իմացող, շատ խելացի մեր Միքայել Մինասյանը։ Բացական տվյալներ են ձեռք բերվել, որ Միքայել Մինասյանը տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերով քարտախություններ կատարելու, հակամրցակցային գործունեության, կաշառք տալու, պաշտոնյական դիրքը չարաշահելու, փողերի լվացումներ իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, դրանում բազմաթիվ անձիկ են ընդգրկված։ Դատախազության տվյալներով ընդհանուր առմամբ գործով որպես մեղադրել ասում է 13 անձ, նրանցից են Երևան մոլ առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վազիկ Սեկոյանը, Double 3 by Hilton հյուրանոցային համալիրի սեփականատեր Տիգրան Եղոյանը Մեղադրյալներից 3-ը ձեր մի խոսքով։ Նայեք ով հանցագործ մի հատ, հանցագործ։ Բան։ Ոնց էր այդ բանը բան, հա, այն որ Քրիստոսի հետ։ Եկել հա։ Մեզ դասա տալիս պատմությունը, եկեղեցին, ինքնազոհաբերվող տեսակը, ինչ ես խոսում արա։
Ո՞վ եք դուք։ Ո՞ց կարա դուք sense բաներ խոսալ։ Ամենավատը գիտեք որն է։ Որ հետո մեր անունն են, իմ անուն, ասենք որ բանալին, ասենք ես դերասան եմ մասնագիտությամբ, չէ։ Որ խոսքա չէ, այն դերասանը, որ կամ դերասանից գնա քո գործով զբաղվի։ Որ արա բեմնայք ինչ էրա գործը։ Ես նայեմ կաշկանդվում եմ, ես չեմ կարող այլևս դերասան աշխատում, անկեղծ եմ ասում, չեմ կարող։ Սես դերասանները։ Այ ես են դերասանները։ Նա ինչ էլից է խոսում։ Ու շատ բարդ համադասական ինքը հավատում է իր ասածներին։ Ինքը իր ասածներին հավատում է։ Հիմա գանք Կտրիշ Ներսիսյանին էին գնացել դիմավորել։ Մինչև դիմավորելը, նայում եմ երեք չկարողացա եթեր անել ժողովուրդը։ Արա նայում ես համացանցը։ Գնում ենք բոլորով կազմակերպվում էին այնտեղ արդեն, բան, միտեղ շփոթվեցի գրեցի բազմատիսիչնի հավաքա լինելու։ Հեսա դուք կտենոք։ Սուս մատ հասան վրես ախպեր ջան։ Հա, ասի լավ էլ կամի տենա։ Եկավ Կտրիչը, ու բարիս բուրի մաստով փնտրում էր մարդկանց։ Մնում ասում ժողովուրդ ուրա, որը սարը։ Ուրա ժողովուրդը, որտեղ է ժողովուրդը։ Դե հարոքի կայ։ Ինքն է ցածր է, դեմնել ես օպերատորներն են, մի խոսքով այդ լրատվական կայքերը, բաները ավելի շատ են այն ժողովուրդը։ Եվ այնց են կանգնել, որ չերևա, որ այնտեղ արա հետևից ով պիտի գայի յոլոպուկի։ Էս էլ մի կողմ, ստեղ մի հատ կարևոր բան կա ժողովուրդ ջան։ Այսօր Գյումրիում նախ անկեղծ ինձ համար ցավալի էր այդ սաղ տեսնելը, որովհետև այսօր դեկտեմբերի 7-ն է։ Երկրաշարժի 37-րդ տարին։ Հորս կողմից ես էլ գյումրեցի եմ։ Ու ես հիշում եմ այդ օրերը շատ լավ։ Երեխա եմ եղել, ես փոքր եմ, 12 չէ, 9 տարեկան եմ։ Հիշում եմ հորս վիճակը, դե մենք Երևանում ենք ապրել, բայց մեր սաղազգուտակը այնտեղ գնալ մի քանի հերս եկել է, մի շաբաթ հետո մի հատ եկել է տուն գնա, ես տեսել եմ հերս ոնց է ցերացել։ Այդ սա անցել են։ Բայց ինձ համար ցավալի էր տեսնել այնտեղ որոշ կանանց, ովքեր որ ստիպված էին, ես բառացի եմ ասում, ստիպված էին պաշտպանել Կտրիչ Ներսիսյանականների շահերը։ Ասեմ, ես նրանց շատ խղճում եմ ու խոսքս հղում եմ նրանց։ Ես գիտեմ նրանք ինչի համար են այնտեղ։ Տեսեք։ Ուրեմն ինչ որ ասում եմ, սա փաստ է։ Սա ընդունեք որպես կանոն ժողովուրդը։ Առհասարակ մեր եկեղեցին, միայն մերը չէ, աշխարհում շատ եկեղեցիներ, ինչու՞ ոչ նաև աղանդավորական կառույցներ նույնպես։ Նրանք կոչված են որպեսզի նաև բարեգործներին ներգրավելու միջոցով օգտակար լինեն չունևորներին, քաղցածներին, հագուստաբանա տրամադրեն, տեղեր կան թուք միջև ապրելու տեղ, կան եվրոպական երկրներ, որտեղ կարող է բոմբ չտեսնեք դուրսը ոչ թե որովհետև պետությունը մի yaman գիտի խնամք է տանում, այլ եկեղեցին նույնպես մասնակից է այդ ամեն ինչի, հասկանում եք։ Մեր եկեղեցիում էլ կա այդպիսի բան, բայց շատ այլ բանի համար է ու հստակ պայմանավորվածություններով։ Տարեց կանանց, ովքեր որ շատ ծանր վիճակում են ապրում, նրանց փորձում են ոչ թե օգնել, այլ այդ մուրացկանի կարգավիճակում պահել, կախվածության մեջ պահել։ Եվ դիմացը, ինչի դիմաց, այս կանայք պարտավոր են, սա հստակ ես ռեալ բան եմ ասում։ Այս կանայք պարտավոր են կիրակի օրերը ներկա գտնվել պատարագներին, որպեսզի եկեղեցին դատարկ չլինի։ Երևա, որ մարդիկ կան։ Սա ես բառացի բան եմ ասում։ Ուրեմն այս մարդիկ դե բնական է, չէ, իրանց սոցիալական մակարդակը մյուս։ Մեր քաղաքացիներն են։ Ես չմտածեք կանոն եմ դնում, ես պարզապես խղճում եմ նրանց։ Այս մարդկանց դրել են կախվածության մեջ, այդ օգնություններով ստից մտից։ Դիմացը պահանջելով որ կիրակի օրերը գտնվեն այնտեղ։ Այս մարդիկ կարելի ասել գրեթե դրա դիմաց աշխատում են իրենց թեմի առաջնորդների համար, ինֆորմացիաներ բերել սրանից նրանից եւ այլն եւ այլն։ Ու նրանց հիմա ներքին կարգով խափել են, համոզել են, դե իրանք չեն կարող հավատալ, որ իրանք խափել են, որովհետեւ իրանք նվիրված են իրանք թեմի առաջնորդին կամ եկեղեցու հոգեվոր հովին, հա։ Նրանց խափել ասել են, որ հեսա Նիկոլա եկել է, սախքանդում է, մենք որ հելանք, դուք մնալու եք այտենց, այլ ոչ մեկ ձեզի չի բանանելու, չի օգնելու, այտենց ձեր ձեռքից են տանում, այ ձեր թշնամին հենա։ Ու սրանք, որոնց մեծ ճնշող մեծամասնությունը տարեց կանայք են, շատ գազազած են, շատ գազազած, կատաղած են, իրանց կատաղությունը, բարկությունը այս պարագայում հասկանալի է, մարդիկ չգիտեն, ու իրանց հետ ասված։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սա ես ձեզ ռեալ բան եմ ասում։ Չմտածեք երևակայություն է կամ ոչ։ Ընդ որում
ընդ որում միայն կտրիչի ժամանակ չի, որ այդպես է։ Շատ տարբեր ժամանակներում այդ բանը եղել է գործելավոճը։ Դրա համար այ հիմիկվանից սկսած ուշադրություն դարձրեք։ Երբ որ կգնաք ուրիշ եկեղեցիներ, Կիրակնորյա պատարագներին, ինչ որ եկեղեցիներ, ուշադրություն դարձրեք, հիմնականում այդ տարես կանայք են լինում։ Ու դու փորձվես իրանց հոգևոր առաջնորդին բան ասես, քանից են, անես բաներ կացեն, որ դու տեսնում ես, արա լավ, այս մարդիկ ասես, այսքան աղոթում են, բաց առաջի հայացքից բան պիտի լինեն, էլի, այսքան անեցքեն, որովհետև նրանց էդի պետք չի։ Իրանց պետք է որ եկեղեցում մարդու։ Ու սա շատ հնուց է գալիս, սա նոր բան չի, հնուց ես նկատի ունեմ 100-ամյակով։ 100-ամյակով։ Պարզապես տարբեր ժամանակներում, տարբեր հանգամանքներում են օգտագործել այս տեսակ մարդկանց։ Այսօր մնացել էստեղ դոգի ռեկլամ անեք, այդ ճուճու պոլոզներ։ Դա ռադ եղած դու։ Չէ, խոսքը վերբով կանելը չի, ռասպերեսնայ։ Վերբով կա չի էդի։ Այս կանայք, տարես կանայք են, վատ են ապրում, սաներ պայմաններում կենցաղային։ Նրանցից ոմանք անգամ բնավորություն են այդպես, կարող է իրանք ծանր պայմաններում չապրեն, բայց իրանց բնավորությունն է այդպես։ Եկեղեցականները նրանց գտնում են շատ արագ, եթե անգամ բանը հոգևոր առաջնորդին փոխում են, մեկը մյուսին ասում է, թե ով է, ինչա ինչ չի, հասկանում եք։ Ու նրանց միջոցով նաև տեղեկություն են հավաքում տվյալ ռայոնի ապրողների մասին, որովհետև այդպիսի կանայք հիմնականում հետաքրքրասեր են եւ այլն, այեցի գնաց, էսի եկավ, էսի մտավ, էսի դուրս եկավ, հասկանում։ Ու քանի որ ըստ եկեղեցու իրանք պիտի նաև օգնեն չքավորներին եւ այլն sense բաներ, այդ գալիճկեն դնում են, մի կցոն տալիս են, այսինքն իրանք գործը անում են, դրա դիմացել, սրանց օգտագործում են։ Հիմա այս մարդկանց, այդ որ օգտագործում են, թե ոնց է ոնց, այդ արդեն ես թողնում եմ այլ բանով, բայց այս պայդորությամբ խնդիրներն է, որ այս մարդկանց համոզել են, խաբել են, որ հեսա եկեղեցին տանում ենք մեր ձեռից, մենք չենք կարենալու ձեզ, այ հիշում եք, որ ձեզ գալիս եք հացի փող չեք ունենում, հացի փող ենք տալիս, այս կես բարերարության տեզից է, էլի, կամ հիշում ես, որ էլ դա չի լինելու, հեսա կտրվելու է, որովհետև հեսա մենք էլ որ հեռացանք, էլ դուք գիտեք, այս մարդիկ հիմա իսկապես ազնվորեն կատաղած հարձակվել են քաղաքացիների վրա, մարդկանց վրա։ Եվ իրենց բարկությունը հենց այդ տեղը նաև։ Եթե կարողանաք նրանց բացատրել, որ դա տեղի չի կարող ունենա, որովհետև եկեղեցու ֆունկցիան դա ընդհակառակ կարող ավելի լավ լինի, որովհետև վստահաբար այդ օգնություններից նույնպես քաֆա մտնում, էլի, Կտրիշ Ներսիսյանը նա չի կարող այդ օգնությունները, բարերարությունը, բարեգործությունները այդպես բաց թողնի գնա, չի կարող։ Ոնց Կարմիր խաչը տենց էդի, էլի, Կարմիր խաչն էլ, չէ՞։ Լուրջ արիշվերիչների մեջ է։ Հələ այդ Կարմիր խաչի թեմային հետո ենք անդրադառնալ։ Նույնն էլ սա։ Հիմա եթե հնարավորություն լինի, եթե կարողանան սրբազան հայրերը թեմերի առաջնորդներից նրանք, ովքեր որ շատ լավ հասկանում են ինչը ինչոց է ու եթե ոչ բարձրաձայն գոնե ներքուստ սատարում են այս ամեն ինչը եւ հասկանում եւ ընդունում են, որ մեր եկեղեցին նորոգման կարիք ունի, ապա նրանք պիտի աշխատեն այս կանանց հետ։ Սա է։ Որը որ օգտագործում։ Այսօր Գյումրիում բարձվեց, այ քանի որ 37 տարվա մեջ Մենք վերջի տարիներին է Գյումրիում գործ արվում։ Էն էլ անկեղծ պիտի լինենք, եթե կան գյումրեցիներ, ես ձեզ շիտակ ասեմ։ Շատ դանդաղ է գործ արվում։ Ասեմ ինչու։ Որովհետև դուք երբեք Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կամ այսօրվա իշխանություններին չեք ընտրել։ Հա, ընտրել եք, բայց նրանք իրենց քաղաքական բան քաղաքապետ չեն ունեցել։ Ու այդ բաների մեջ իրենց կողմից նույնպես եղել է թերացումներ, դրա համար տեմպերը դանդաղ էր, զարգացման տեմպերը։ Բայց անգամ այդ պարագայում միևնույնն է անհնար է չտայել, թե ինչքան բան է փոխվել Գյումրիում։ Անհնար է չնկատել դա, անհնար է։ Հասկանում եք։ Բայց 30 տարիների ընթացքում բոլորս գիտենք, թե Գյումրին ինչ է, ապրելու տեղ է։ Ապրելու տեղ է Գյումրին։ Կամ եք, ապրելու տեղ որպես հարազատ տեղ բան, էս իմաստով չեմ ասում։ Ես կոնկրետ, ասենք, եթե որևիցե մեկը կլինեիք օրինակ Երևանից, որոշում կկայացնեք գնայք Գյումրի ապրեք, որովհետև այնտեղ ավելի հավես է։ Ընդհակառակը։ Գյումրի մեծամասնությունը Ռուսաստանում է, մեկ այլ մեծամասնություն Թուրքիայում է։ Միջև այլ։ Ես չկարծեք սրանով բան եմ, չէ՞։ Այդպիսին էր կյանքը, որ պիտի դատարկվեր Գյումրին։ Հիմա Գյումրիում ինչքան բնակչություն կա։ Ինչքան։
Քանելեք Ժողովուրդ ջան, այս դոգի վկաները իմ համար կոնկրետ քֆուր են, ես ձեռը պետք է հասկանում եք։ Ու այսօրվա պատարակը ես չեմ ճանաչում, չնայած գրեթե բոլորին ճանաչում էի, չեմ ճանաչում։ Շնորհակալություն, զորակցություններս ձեզ, ես հասկանում եմ, որ որոշ պորնո դետալներ, մեյմուններ, կապիկներ ու կապիկ լողցնողներ, եկեղեցու հետ ոչ մի առնչություն չունեցողներ, հոգևոր կեղտոտներ աշխարհով անձիկ ձեզ փախարակելու են ու շատ։ Բայց այո, այդ ճամփան փշոտ է, բայց դա ամենամաքուր ու կարևոր ճամփան է, որը դուք որոշեցիք ընկերակցել մեզ ու մենք միասին քայլենք։ Վստահ եղեք, հարգելի, մենք հաղթելու ենք։ Հաղթելու ենք, հենց այդ բարոյականության մասին է խոսքը, բարոյականությունը հաղթելու է, ճշմարտությունը հաղթելու է։ Որովհետև այս պայքարի մեջ մեկը իմ կողմից ու որևիցե մեկի կողմից, նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, այս պայքարի մեջ քաղաքականություն չկա։ Այս պայքարի մեջ կա եկեղեցու նորոգման խնդիր եւ որի աննորոգ մնալը հարվածա թե եկեղեցուն, թե պետականությանը։ Շատերն ասում են, բա ո՞նց անվտանգությանը սպառնում։ Անվտանգությանը չի սպառնում, օրինակ անվտանգային սպառնալիք չի, երբ որ բանա սրբազանը շպիոն է։ Դա անվտանգային խնդիր չի։ Խնդիր չի անվտանգային, ես չեմ հասկանում, երբ որ ասենք սրբապատմերների գողության ահռելի թվերի մասին է խոսք գնում։ Անվտանգային խնդիր չի, որ քո ժողովրդի հոգևոր մասի պատասխանատուները մեկի ջեբը պլան են գցում, մյուսը գնում է բան անում, տերոր է նախապատրաստում, սա ոչ մի բան չեք տեսնում այստեղ։ Դեռ մի հատ էլ դուրս են եկել, Փաշինյանը ինքը խոստովանեց, որ ԱԱՑ-ն այստեղ ներգրավված է։ Ուրեմն ես հասկանում եմ, որ մեր լրագրողներին դուր է գալիս դեբիլ լինելը ու իրաց դեբիլ լինելու վրա փորձում են ինչ-որ դիտումներ հավաքեն, երևի չգիտեմ, դա ինչից է, կարելի է խելացի լինելու դիտումներ հավաքել, բայց իրենք հակառակն են որոշել, թե կտրիչի ճտերն են, ինչ անես։ ԱԱՑ-ն այդ Փաշինյանը դες բան չի ասել։ Դու կարա լինի մեկը, ով աշխատում է ԱԱՑ-ում, մեկը կարող աշխատում է գինու գործարանում, մյուսը կարող աշխատում է, չգիտեմ, էկոնոմիկայի նախարարությունում, մյուսը կարող աշխատում է մատուցող։ Մարդիկ են, ովքեր իրենց միջավայրում գնում են դիմում են։ Հիմա ասենք կարող է մի օր մի հատ քահանա դուրս գա, ասի ինձ արդեն մոտենում են բանվորները։ Ինչ եք անել, ասել եք, Նիկոլայ, ես շինարարությունների թույլտվությունը պաստորեն Ավիլյանը որ տա, ասես բաների խորանամ ապուշ։ Չնայած ես դες այնց ամեն ինչ եմ սպասում, ամեն ինչ։ Դե ինչ, ամեն դեպքում ես ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, որ կտրիչն ինքն էլ արդեն հասկացել է, որ ամեն ինչ կորցրել է ու դա տեսանելի է հատկապես եպիսկոպոսատ ժողովի ձախողումով։ Ուրեմն Պետրիշ Ներսիսյանը գնացել էր, ինչ էր գնացել Փարիզ։ Հաշվետվություն կա։ Հաշվետվություն կա։ Եկեղեցում օրինակ ես եկեղեցուն զոհաբերել եմ 100 դրամ։ Գցել եմ գանձանակ։ Եկեղեցին պիտի հաշվետու լինի իր հավատացյալ հոտի առաջ, ճիշտ է։ Հիմա գնացել է Փարիզ։ Այդ գումարներից է չէ՞ ծախսվում։ Այսինքն որոշակի գործողություն պիտի լինի։ Այսինքն պիտի արդարացնի այդ ծախսը նպատակի։ Բայց չէ, ինքը գնացել էր մի հատ ցույց տալու, որ այնտեղ իրան դիմավորող կա։ Իբր, իհարկե երկու տեսակ կադրեր են, չէ՞, պատտվում ներսում երգում են հայոց, հայր եւ այլն, դրսում ասում են արել ռադատ քաշի գնա։ Ամեն դեպքում նրանք ովքեր ներսում երգում են, դու երկեն իրենց գործն։ Մի հատ ինքը պիտի ցույց տա, որ ինքը աջակցություն ունի։ Մի հատ էլ հետ գալուց պիտի նա լավ օպերացիա իրականացվեր, այսքանով պիտի բազմաթիվ ժողովուրդ հավաքված լիներ, իրան դիմավորեին, բերեն սիրուն։ Ու ինքն էլ հենց իր խոսք ասել, նա շշերտ ասել դրա։ Էնել եկավ բոլորս տեսանք այդ կադրերը, հանգած ժողովուրդ էր ման գալիս, հա, ասում են ժողովուրդ ուր ասում են հետևը, տա ֆռնում ասում ժողովուրդ այնտեղ, ժողովուրդը այնտեղ, այդ կադրերը տեսել եք երևի, հա։ Մի խոսքով էս Կլաուզիան պիտի իրականացվեր եւ փորձեն դրանով ազդեցություն ցուցադրեն, բայց կարծում եմ պարոն Չախոյանի գրառումը։ Վեհարանը Զարթաց կտրիչի օրերը հաշված են, անգամ նախաձեռնված եպիսկոպոսատ ժողովն է ձախողել։ Տարիներ շարունակ կոմպրոմատներով ու տարատեսակ լծակներով բոլորին ահաբեկող կտրիչն արդեն կորցրել է վերահսկողությունը։ Իզորու չէ այլևս գումարել եպիսկոպոսատ ժողով կամ գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Եպիսկոպոսատ ժողովի ձախողումը վկայում է նաև եկեղեցու ներսում կտրիչի լեգիտիմության իսպառ բացակայության մասին։ Ես եւ այո, դա այդպես։ Գնալով դա թափը շատ է մեծանալու, որովհետեւ այն ինչից որ մենք խոսում ենք,
մենք մեր խոսացածների մեծամասնություն, ես կոնկրետ իմ մասով ասեմ, հա, կոնկրետ իմ խոսացածների մեծամասնությունը ինձ փոխանցել են հոգևորականներ։ Այդ տրամադրությունները ինչ որ կա կտրիչի հանդեպ փոխանցել են հոգևորականներ։ Ընդ որում հոգևորականներ, ովքեր առայժմ չեն երևում։ Բազմաթիվ հոգևորականներ, ովքեր առայժմ չեն երևում։ Լավ, մի երկու տեղ երևացին, երկուսը անունների շատ բան չանք։ Հա, քահանա կա։ Ես դրան հենց պիտի գտնեմ բան անեմ, էլի։ Քահանա կա, ով գժի թղթով բանակից ազատվել է։ Հիմա ինքը քահանա է։ Իմիջիայից ասեմ, որ այդ նույն կանոնակարգով, կանոնագրքով չի կարելի որ արկելվում է հոգեկան խանգարում, ցանկացած տիպի խանգարում, վատառոց մարդուն քահանացել։ Դա խստագույնս արկելվում։ Այս մարդը ոսվել է, բանակից էլ հələ, նո մինչև ոսվել է բանակից էլ գժի թղթով ազատվել է։ Հիմա նստել է առավոտից իրիկուն հայրենիք եկեղեցի, հայրենիք եկեղեցի, հայրենիք եկեղեցի։ Հայերը թուրքերը, թուրքերը հայերը։ Այս դրանից է խոսում, Խոտեսակին եմ ներկայացնում Սերոբ Պողոսյան 3254։ Թե ինչքան պոռնակացին երևույթներ եք դուք։ Ինչքան ձեր կաթողիկոսը, քո նման երևույթների կաթողիկոսը, այո, հենց Կտրիչ Ներսիսյանն է։ Չէր կարա ձեր կաթողիկոսը լիներ նորմալ քրիստոնյա, ասուխտը չխախտող որևիցե մեկը։ Քո նման լրպի վաստակների կաթողիկոսը հենց Կտրիչ Ներսիսյանն է։ Ես այդտեղ համաձայն եմ։ Համաձայն։ Մենակ դուք կարա ձեր նման լրպի ծնունդները կարան մտնեն մարդուն իր հայացքների համար թուրք շան որդի ասեն, քո նման դու հələ սերունդներ ունես, արա։ Դու ճիշտ ունես այդ պոռնիկի վաստակ, հա։ Թուրքը ցեղիտ Գերդաստանից անվանումն է, ընդ որում ցեղասպան կարգավիճակում, ոչ թե ազգությամբ թուրք նորմալ մարդիկ էլ կա, այդ կոնկրետ ցեղասպան կարգավիճակով։ Հասկացա՞ր դու ով ես, ես ով եմ։ Բջիջ ծնունդ։ Գնա մտի Քոչարյանից կամ Կտրիչից կամ Սերժից ձվերի տակ մանդավուշկի պես կարճի, մինչև մեկը գնաց ու կարը տակից փոքրի շփոթի։ Հասկացա՞ր թե չէ։ Փախարդ է։ Հա, բայց դա է Կարեն ջան, լավ էլի ասում ախր, հորդորում եմ չներվայնանա, կարան հայախոս թուրքերն, ես շատ ճիշտ ես ասում։ Ես ինքս ինձ անընդհատ հորդորում։ Եթե նկատել եք, ես վերջերս առած հանգիստ գնում եմ սկիչեմ էլ նայեմ այստեղ, հա, շատ դեպքերում։ Բայց երբ որ խոսում ենք եկեղեցու, այսինքն չես կարելի դու չտենաս։ Խոսում ես, կոնկրետ տարական կանոնագիր, այսինքն երբ որ ասում ես եկեղեցի ինչ ես հասկանում։ Չէ, էտրանից ես խոսում, կարող ես սխալ ես հասկանում, բան, կարա մարդասի ապը, չէ, այստեղ մի քիչ դու սխալ ես ջոգել, սենց չի, սենց է։ Չէ, ասենք, դա նորմալ դա կարող ես դա մի բաներ ավել կսովորեմ, շնորհակալ էլ կլինեմ։ Բայց իրանք այդ թեմայի մեջ ասում են մենք մեր Քրիստոսը, մեր եկեղեցին ու մտնում մարդկանց վիրավորում են։ Հասկանում ես, այս է հենց խնդիրը։ Այս դեգրադացված հասարակության, այս դեգրադացված հատվածի կաթողիկոսը այո Կտրիչ Ներսիսյանն է։ Դա ումիշ լինելու է։ Այս սրա հերոսները, ազգային հերոսները, Վազգեն Գալստանյաններն են, տերորիստները, Նայիրի Հունանյանները, բաները սրանք են։ Հասկանում ես։ Ես չեմ զարմանում արդեն։ Պարզապես ես հեսա 26 թվականի ընտրություններին բոլոր քաղաքական կուսակցությունների առաջարկվող բանը, քաղաքական ռազմավարության թերթիկները բարձրաձայն էֆիրով կարդալու են։ Տեսնեմ որ մեկի մոտ է գրած լինելու, որ ենթադրում են ընդունել կամ ամրացնել օրենքը ոչ միայն տերորիզմի հետ կապված, այլ տերորիզմը սահմաններին կամ տերորիստին սատարողների հետ կապված։ Բայց երկնքի տակ եթերներով բանով պայմանները այսօրվա դրությամբ Նայիրի Մունանյանը սրբոց են համարում, սրբոց են համարում։ Բնական չի, որ Նայիրի Հունանյանական գործունեությանը սրբոց համարողների կաթողիկոսը հենց Կտրիչ Ներսիսյանը պիտի լինի, բա պիտի լինի։ Ոմյակ նորմալ քրիստոնյա լավալ մեկը չի լինելու։ Այն սրանք։ Կարեն ջան։ Փողն չի, նրանք չգիտեն սրբություն ինչ է նշանակում։ Եթե իմանամ փողն էլի նորմալ կլինի, եթե իմանամ իրանց սրբությունը փողն է, ասեմ լավ, բանը ու նա նայում եք ոնց է վարվում փողի, ես ասեմ, գոնե փողն է սրբը ունի, լավ ինչ որ։ Նայ, հարցը ինչի՞ թե սրբ, գիտես, դա շատ լավ գործ կա, ինչ սխալվում Օմար Խայամից է։ Ասում եմ որդիս, մի բանի պիտի հավատաս։ Թեկուզ ունայնի պիտի հավատաս, որ չարդ վանի միշտ մաքուր մնաս։ Ինչ ասում։ Այդ գործով ասում եմ, անգամ ունայնությունը բացարձակ դատարկությունն է։ Ասում եմ, անգամ դա եթե չունես ուրիշ մեկ բան չկա հավատալ, գոնե դրան պիտի ինչ որ մի բանի պիտի հավատաս։ Հասկանում ես։ Ես քարոզ չեմ անում քրիստոնեության կամ ես, բայց
Էսի նույն համեմատականի մեջ է։ Եթե ինքը իր սրբությունը փողն է, մեկի համար, չգիտեմ, ես զաժիգալկեն է, մեկի համար ես մոխրաման ես հեռախոսը, օքեյ, ինձ համար կարող ընդունելի լինի։ Ասենք մեկը կա, ասի ախպեր հանգարց ես աթորին մալով չկապնեք, ես իմ համար սրբություն է։ Բայց ընդունելի կլինի, ես չեմ կպնի։ Մեկին մարդու սրբությունն է։ Ես ո՞վ եմ դնեմ, վերցնեմ, աթորը իր սրբությունը, օքեյ։ Այն մեկ ասма փողն է իմ համար սրբությունը։ Տարօրինակ կլինի ինձ համար, բայց ես չեմ կարող չընդունեմ դա, այդ մարդու համար սրբություն է դա։ Ինքը տենց է որոշել։ Բայց տնայեմ, իսկ ինքը ո՞նց է վերաբերվում իր սրբությանը։ Ու այդտեղ գնահատական կտամ ատեն, եթե տեսնեմ, որ ինքը իր սրբության հետ վերաբերմունք չունի։ Ես տենց եմ նայում հարցերին։ Ու ինձ համար բան չի, որ չէ ոնց ախպեր։ Ասենք մարդը ասում է իմ ծնողի իմ սրբությունն է, չէ՞։ Այդ թումված խոսք է դարձել, ինքը լավ է հնչում էլի, օր ծնողը սրբությունը։ Շատ լավ է հնչում էլի։ Արա նայում ես, ինչքան, ասենք, արա ոնց ասեմ, ասում են։ Լավ մեղմ ասեմ, բայց դա տենց չի։ Ծնողը մեռնում գնում է, ծնողի համար մի բան արած չեն լինում, որտեղ նստում են արա մեր ծնողը, որովհետև իրանք հասկանում են, որ դա ընդունված պատկերացում է, ու ուրիշների շրջապատում փորձում են ցույց տան, որ իրանք էլ են այդպիսին։ Ծնողին սարքյանները երեսը չեն տենա, չեն ցանկանա այդ երկու բար թրջեն, հենց մեռնի կտանին մատ գերեզման կսարքեն գնա գալցը, գիտեք ինչի, որ իրանց ծանոթները նայեն ասեն, օր էս ինչ լավ ծնող հարգող է, որտեղ էդի լավ է դիտվում։ Մեր այդ դրա համար է ծասանում, մեռած գնացած մարդու համար չի անում։ Դե անող եք մի քանի սաղեր, ասենք չգիտեմ, նորմալ վերաբերմունք ցուցաբար։ Այդ նույն բաներն են սրանք։ Նույն բաները։ Սենց անտուված, տենց են հետո, նենց անտուված, նենց է։ Մեզ դե գիտես, ես մատ օրինակ էլ բերեմ, թեմանից մի քիչ շեղվանք, հա։ Ուսանող ժամանակ այդպիսի հարց տալիս են։ Հատկապես արվեստի ճյուղերին, հա, ասենք ներկայացուցիչներին, որովհետև արվեստով զբաղվելու համար, ասենք ընտրություն կատարես, որ արվեստով պիտի ապրես, մի քիչ այլ ներաշխարհ ունենում մարդը, էլի։ Դա նույնը չի, որ ոնց որ բժիշկ դառնաս կամ նույնը չի, ոնց որ իր ամենայն հարգանքով, բայց արվեստի պարագայում ավելի հոգին է շատ, էլի, ու այդ որոշումը մի քիչ տենց հեշտ չի կայացնել ու գնալ, տենց։ Դա ինքնազոհության տարերել է իր մեջ պարունակում, եթե ուզեք։ Ու տենց հարց են տալիս, ասում են դու սիրում ես թատրոնը քո մեջ, թե քեզ թատրոնում։ Այ նույնը սրանց է վերաբերվում, որ դու սիրում ես հայրենիքը քո ներսում, թե քեզ հայրենիքում։ Դու ո՞րն ես սիրում։ Որ ինչն ես կրում, որ արժեքի կրողն ես դու։ Դու սիրում ես հայ առաքելական եկեղեցին, թե հայ առաքելական եկեղեցին սիրելուց ես քեզ սիրում։ Այ էս բանն է, էլի, հասկանում եք։ Ինչը բարձվում է, որ մեր հասարակության մեջ բարձելու իսկապես լուրջ խնդիր կա։ Շատ լուրջ խնդիր։ Մենք ընկերներից կյանքին մեռնեմ։ Ընկերը դուրսը մնա, չի բերի իր տունը խնցնի այդ գիշերը։ Հատկապես եթե գործերը վատ լինի ընկերոջ։ Սա այո, քեզ բարոյական նորմեր։ Ցանկացած պարագայում է այդպես։ Դե ինչ, շնորհակալ եմ ժողովուրդ ջան, եթերը դիտելու համար։ Շատ բան չի պատահել։ Պատահել է այն, որ հոգևոր դաշտում կոնկրետ երկրաշարժ է, այս իմաստով, ժաշկ է, բայց ավիրվում են ոչ թե բնակելի տներ, սրտեր, այլ ավերվում են սատանիստական կառույցներ, կլաններ, բուժգեր, քաղաքական տարրեր, օտարահպատակության պաշտամունք եւ այլն եւ այլն։ Այնպես որ այս տեսակ երկրաշարժը շատ լավ բան է։ Եվ դրա հետևելու է արդեն նոր սպիտակ թղթից, նոր էջից անցնել առաջ, որովհետև այո, սովետական միության, կոմունիստական, բոլշևիկյան, օսման կայսրական բոլոր կայսրությունների հետո Հայաստանը որպես միավոր պիտի մի հատ update անի իրան, պիտի մաքրի իրան մի հատ։ Եվ այդ մաքրելու process-ը ցավոտա ծանր է դժվար, բայց պիտի արվի դա։ Ու դա արվում է, դա է արվում, այսպես։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամենայն բարիք, վաղը կհանդիպենք, հուսանք նոր ու հետաքրքիր լավ թեմաներ կունենանք, բարի գիշեր ձեզ, ամեն ինչ շատ լավ է լինելու հետ չմտածեք։